Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Հայ հասարակության հետ կապ չուներ այդ հայտարարությունը, դա հերթական հրապարակային օֆերտան էր Թուրքին եւ ադրբեջանցուն ուղղված, որ տեսնում եք, մենք համատեղ ջանքերով հասել ենք մի իրավիճակի, որ ես Հայաստանում, Երևանի սրտում, ազգային ժողովում կարողանում եմ հայտարարել ձեր նպատակների, իղձերի են թուրքական երազանքի են 100%-անոց կատարման մակարդակի մասին եւ ըստ էության իմ հետ ոչինչ չի լինում, ես հանգիստ կարողանում եմ նստել այդ իմ հարյուրավոր ախրանիկներով գերթանկարժեք մեքենաները եւ հանգիստ հեռանալ, հետեւաբար դուք ամեն ինչ արեք, որպեսզի իմ իշխանությունը այստեղ պահեք եւ թուրքական հարյուրամյակների երազանքը, որ նույնիսկ ձեր այդ երիտ թուրքերով եւ ցեղասպանական գործողություններով չեք կարողացել իրականացնել, ես միանգամից իրականացնում եմ։ Ասել եք հայ թափված արյունը ուրանամ, ուրացել եմ հազարներով, ասել եք Արցախը հայաթափեմ տամ ձեզ, հայաթափել տվել եմ, ասել եք ցեղասպանության մասին խոսելն անգամ արգելի էլ չեմ խոսում, միջազգային ճանաչման եւ պահանջատիրության մասին արել եմ։ Հայաստանից եք տարածքներ ուզել, շարունակաբար տալիս եմ։ Մի ամբողջ հայկական պետություն եմ կործանել եւ այս ամեն ինչը շարունակական անելու եմ։ Սահմանադրություն եմ ասում, որ այս պետությունը չի ունենա, անկախության հռչակագիր չի ունենա։ Հետեւաբար պահեք իմ իշխանությունը եւ դա նաեւ սոս բաններ, այսպես հրահանգներ նաեւ արձագանքներ Թուրքին ու Ադրբեջանցուն, որ այստեղ ինձ հայերը տանել չեն կարողանում։ Չեք տեսնում, դավաճան ասում են, կապիտուլյանտ ասում են, հիմնավորում են իրենց խոսքերը։ Այլևս ինձ համար կեղծիքն ու մոլորությունը, մանիպուլյացիան հայերին պահելու, օրակարգից շեղելու հնարավորություն չի տալիս։ Այս իշխանազավթման վերջը գալու է, եթե Էրդողանն ու Ալիևը ավելի ակտիվ գործողություններով չպաշտպանեն Նիկոլին, ինչպես օրինակ Ալիևը 2018-ին խոստովանեց, որ ամեն ինչ արել է իր ռեսուրսներով, չէ՞, իսկ որն է ադրբեջանցու ռեսուրսը, կեղտոտ փողն ու կեղտոտ լոբինգը։ Եվ 2020 թվականի պատերազմից հետո Էրդողանը ինչ արեց, ասաց Նիկոլի խաթրին չկպնեք։ Հիշում եք, հրապարակային հայտարարեց խառնվելով մեր ներքին գործերին, ասաց հանգարց Նիկոլին մեկը տեղ բան չասի։ Հիմա արդյոք սա հերթական ռևերանսներ այն բանի համար, որ ի վերջո Ադրբեջանը ստորագրի որևէ թուղթ, որի վրա գրված կլինի խաղաղության համաձայնագիր, խաղաղության պայմանագիր կամ որևէ բան։ Այսինքն սա այն գինն է, որ պատրաստ է հերթական անգամ վճարել այդ թղթի համար։ Ինքը ցանկացած գին վճարելու է, բայց Ադրբեջանին ընդհանրապես պետք չի ոչ մի թուղթ։ Իրենք 1000 անգամ դա ցույց են տվել ու հիմա մեզ այսպես ուզում են համոզել, որ իբր գործընթացը հայկական բոլոր զիջումների դադարեցված է, իբր ինչ զիջել են, մնացած է թղթով զիջեն, դա էլ ասուտ։ Երեք էլ ազգային ժողովի ամբիոնից ասում էր, այդ ինչ հայցերը հետ վերցնելու մասին եք խոսում, դա այն ժամանակ կա լինելու, երբ որ իբր այդ թուղթը, այդ կեղծիքը են, Թուրքի ինչ ասեք անեմ տրամաբանության մեջ գրված թուղթը ստորագրելուց եւ վավերացնելուց հետո ա լինելու, տեղ էլ է խափում։ Հիմա օրինակ Հայաստանը հայցեր ունի ներկայացրած, բայց դե ֆակտո իրավիճակը ինչպիսին է, այդ վարչապետի աշխատակազմ կոչված հիմնարկում գոյություն ունի միջազգային ատյաններում դատական ներկայացուցչությունը, չէ, Հայաստանի Հանրապետության։ Այդ ներկայացուցչությունում աշխատող չկա։ Ղեկավարը պաշտոնից հանել է Նիկոլը, ղեկավարի տեղակալներին պաշտոնից հանել է, փաստորեն հայց ներկայացնողները, այսինքն հայցվորները ըստ էության ներկայացուցիչ հիմա չունեն։ Ինչ է լինում այդ ժամանակ։ Օրինակ դուք պատկերացրեք Հայաստանի ինչ-որ մի դատարանում հայց ունեք եւ ձեր ներկայացուցիչից հրաժարվում եք կամ այդ ներկայացուցիչն է հրաժարվում։ Հետեւաբար շահերը պաշտպանող չի լինում, այդ հայցը փաստացի գործողության մեջ չի եւ որևէ դատավարական այլևս իրավական հետևանք առաջացնել չի կարող։ Այսինքն այդ հայցերը Ադրբեջանը այնտեղ պատրաստվում է, զինվում է, ստեղ Հայաստանում հանել են ներկայացուցչին, հետեւաբար հետ վերցնելով բոլոր այս հայցերը։ Այդ նաեւ Ղարաբաղյան շարժման ավարտի հետ կապված։ Այս պետությունը մի թյուրիմացություն է եղել։ Դա Նիկոլն է, հասկանում եք, Նիկոլ Փաշինյան անուն ազգանունն է, թյուրիմացություն է այս պետության, իր հանցավոր խմբակով, իր ՔՊ սապարկերով այդ ամբողջության մեջ։ Ուրիշ ոչ մի թյուրիմացություն, ինչ որ գործողություն, որ պետք չէր անել, դենց ոչ մի բան չի եղել այս պետությունում։ Իսկ Ղարաբաղյան շարժումը բացառիկ հաղթանակի, ազատագրման, կամքի եւ ժողովրդի արժանապատվության ցուցադրություն է եղել։ Իհարկե Նիկոլը չի կարա դրա հետ հաշտ լինի։ Հայ ցանկացած դրսևորում, որը արժանապատվության, ազգային ինքնության, նպատակների ու խնդիրների մասին է խոսում, իր մոտ առաջացնում այն գժի հիստերիան, որ երեք էր։ Հայտնի ձայնագրություն կա, չէ՞, ասում ես գժի տեղ եմ դնելու։ Այդ հայտնի ձայնագրության մեջ ինչ ասել է, այդ մարդը անում է գժի տեղ դնելով, ծախում է այս երկիրը, սպանում է այս պետությունը։ Եվ նախագահ Սերժ Սարգսյանը կհիշեք 2021 թվականին դեռ արձանագրել էր, որ ամենաշատը սա
ջղագրգիռ ինչ որ վիճակների մեջ անգնում կապիտուլյանտ բնորոշումը լսելուց հետո նույն ձև շարունակվում է, այսինքն այդ ճշմարտությունը մարսել չի կարողանում, ինչ ուզում է անի ինքը, այդ պատմական օբյեկտիվ գնահատականից ինքը ազատվել չի կարողանա, մեզ ուղղակի մի բան է մնում, որպեսզի մենք իրանից ազատվենք, վերականգնելով մեր պետությունն ու արժանապատվությունը։ Տիկին Մուրության, այստեղ մեծ քննադատություն կա նաև ընդդիմության հասցեին, ասում են փոխանակ կարևոր էական առանցքային խնդրով զբաղվելու ընդդիմությունը իրար մեջ է զբաղված հաշիվներ պարզելու, միգուցե ժամանակն է արդեն դադարեցնելու եւ վերադառնալու կարևոր խնդրի լուծմանը։ Ընդդիմությունը ունի իր մեղավորության բաժինը, որ այսօր Նիկոլը եւ իր այդ լկտի ախումբը շարունակում է ազգային ժողովը զավթած պահել կառավարության շենքը եւ մեր պետությունը ընդհանուր առմամբ ես երբևէ իմ մեղավորության բաժինը մեր որպես ընդդիմության պատգամավորներ կամ չգիտեմ մանդատ ունեցող մարդկանց մեղավորությունը չեմ նվազեցնի մինչև այն ժամանակ, քանի սա այս հասարակական դիսկուրսում է, քանի Նիկոլ գոյություն ունի։ Ինչ վերաբերվում է ընդդիմության ներսում տեղի ունեցողի մասին, հավատացեք ոչ, որովհետև մենք թույլ ենք տվել, որ սուտը այդքան զարգանա, չգիտեմ, բարգավաճի, ինչ ասեմ, ծավալվի, դրա համար այսօր իրականությունն էսպիսին է։ Այս ամենը կավարտվի այն ժամանակ, երբ որ մեր հասցեին սուտ չհնչի։ Մենք եւս մի անգամ ճշմարտությունը կասենք եւ թեման կավարտվի։ Չեն կարող մարդիկ, ովքեր 2018 թվականին ջիպով փողոց էին փագում եւ ողջունում էին Նիկոլ Փաշինյանին իբր ժողովրդավարությունն ու թավիշը, բայց ես հիշեցնեմ, հա, կներեք 1000-րդ անգամ ինչի մասին էր այդ թավիշն ու ժողովրդավարությունը։ Հանրապետական падգամավորներին ահաբեկելու, նախագահի եւ այլ մարդկանց հանրապետական падգամավորների դագաղները դնելու, հանրապետական կին падգամավորների հեռախոսահամարները հրապարակելու, Շուշան Պետրոսյանի տուն աստիճանով բարձրանալու եւ իր անչափահաս երեխային ահաբեկելու, այլ հանրապետական падգամավորների մոտ ընդդիմադիրների կողմից ուղղորդվող, թե ում երեխան որ դպրոցում է սովորում, գնացեք մի հատ ասեք քեզ մամայիդ, պապայիդ կասես քեզ խելոք բան, այսա որոշ մարդիկ թավիշ եւ հեղափոխություն են անվանել։ Հիմա մեզ փորձում են մեղադրել, որ գիտեք ինչ դուք իշխանությունը տվեցիք։ Մենք այս սուտը չենք հանդուրժելու այլևս։ Երբ որ իրենք կավարտեն այս սուտը ասել, մենք դրանից հետո մեկ անգամ էլ ճշմարտությունը կասենք եւ կավարտենք։ Մի նախադասություն եւ հնարավորություն տամ ձեզ հարց տալու։ Մենք մեր ուղեծրից չենք շեղվել։ Հանրապետականը 2018 թվականի ապրիլի 23-ից պայքարում է Նիկոլի դեմ։ Մեր թիրախը դավաճան, կապիտուլյանտ, իշխանությունը զավթած Նիկոլն է։ Ով կկանգնի այդ պայքարի ճանապարհին մեր դիմաց, մենք իրեն էլ չենք խնայի։ Ով կկանգնի մեր կողքը կամ մեզ կառաջարկի իր կողքը կանգնել, այս 7 տարվա մեր վարքագիծը ձեր աչքի առաջ եղել։ Դուք տեսել եք մենք ինչպես ենք գնում, կանգնում, առանց որևէ լրացուցիչ ամբիցիայի մունաթի պայքարում են ամենաթեժ կետերում, որտեղ Նիկոլի բռնաճնշումների դեմ պետք է պայքարել։ Տիկին Մկրտչյան, տեսեք, ես չեմ ուզենա շատ խորանանք այդ հակասությունների եւ հակադրությունների մեջ, բայց գլխավոր քննադատություններից մեկը այն է, որ սահմանադրությունը պետք չէր դարձնել այնպիսին, ինչպիսին որ է հիմա, որը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է լավագույն վահանը, թեև ինքը ուզում է փոխել, բայց այլ կետեր է ուզում փոխել եւ այն ինչը իրեն պաշտպանում է ըստ էության եւ իր ձեռքում կենտրոնացնում է ամբողջ իշխանությունը, դա չի փոխվելու, թերևս դա ավելի խորանալու է։ Քննադատությունը սրան է ուղղված, քննադատությունը ուղղված է նրան, որ միգուցե պետք չէր թույլ տալ, որ հասնի այն իրավիճակին, որը հասավ արդեն ոչ թե ապրիլի կեսերին, այլ շատ ավելի վաղ։ Միգուցե դրա մասին է քննադատությունը, բայց եւ այնպես համադրության փոխելու մասին էի ուզում հարցնել Տիկին Մկրտչյան։ Մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը այս փուլում, թեև նախկինում հայտարարում էին, որ դեռևս ժամանակ չէ Եվրամիություն գնալու, հիմա այսպես երկրորդ ընթերցմամբ 3 հաստատեցին, ընդունեցին եւ ըստ էության այսպես քաղաքացիական նախաձեռնության անվան տակ որոշել են այնուամենայնիվ գնալ եւ դնել ինչ որ հանրակրվեի բան։ Մտավախություն չկա, որ սահմանադրական փոփոխությունների զուգընթաց այս գործընթացը կազմակերպվեց, որովհետեւ միգուցե եւ մտավախություն կար իրենց մոտ, որ սահմանադրական հանրակրվեին չեն կարողանա մարդկանց բերել, իսկ օրինակ Եվրոքվեին կամ Եվրոմիություն գնալուն կհաջողվի, այսինքն միգուցե փորձում են համատեղ դա անել։
Մինչև ձեր հարցին անդրադառնալ ձեր թույլտվությամբ ձեր պնդումներին պիտի անդրադառնամ, չնայած դուք ասացիք, որ չեք ցանկանա խորանալ, ես ուզում եմ շեշտել, որ շատ բաց եմ ցանկացած հարց անկեղծ քննարկելու, որովհետև նախ այդ ժամանակ էլ արդեն իմ չափահաս որպես Հայաստանի քաղաքացի գիտակից կյանքի մեջ եմ եղել, ինչը թույլ է տալիս հենց սեփական կարծիքը ձևավորածնել այդ ժամանակահատվածի համար եւ փառք Աստծո 21-րդ դարում համացանցի եւ լայվերի տակ տեղի ունեցած իշխանազավթումը թույլ է տալիս շատ օբյեկտիվ հանգամանքների մասին եւս խոսել։ Սահմանադրության փոփոխություն 2015 թվական։ Կեղծ են բոլոր այն պնդումները, որ 2015 թվականի սահմանադրությունը մի մարդու իշխանության պետական իշխանության ներկայացուցիչի կամ պաշտոնատար անձի ձեռքում կենտրոնացրել է շատ ավելի շատ լծակներ, քան դա այդպեսին արել է օրինակ 2005 թվականի սահմանադրությունը կամ 1995 թվականին ընդունված սահմանադրությունը։ Ես եթե օրինակ Ռոբերտ Քոչարյանի համակիրների կամ իրենց համակիր անվանողների խոսույթի տրամաբանության մեջ շարունակի, պիտի ասեի, այ 2005 թվականի սահմանադրությունը փոխեց Ռոբերտ Քոչարյանը, դե համար 2008 թվականին եղավ մարտի 1, էլի 3 տարի անց, բայց ես նման բան չեմ անի, որտեվ ես ի տարբերություն որոշների, ովքեր իրենց փաստաբան, իրավաբան եւ համակիր են անվանում, ես վստահ գիտեմ, որ 2005 թվականի սահմանադրության փոփոխությունները ոչ մի կապ չունեն 2008 թվականի Նիկոլի կազմակերպած անկայունության հետ եւ ինչին, որ ինքը ուզում էր հասնել այդ քաղաքացիական պատերազմին։ Այնպես ինչպես ցանկացած իրավաբան, ով պատրաստ է իրեն խոստովանել, հիանալի գիտի, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները, կառավարման կարգը կամ ցանկացած դրույթ այդտեղ ոչ մի կապ չունի 2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Ավելին, եթե մենք ունենայինք նախագահական պետություն, ունենայինք կիսանախագահական պետություն, չթվարկե մնացած բոլոր կառավարման ձևերը, այնտեղ որտեղ կա իշխանազավթում պատրաստած, նշանակում է օտարերկրյա ներգրավվածություն, միջամտություն երրորդ պետության գործերին։ Այնտեղ որտեղ կան մարդիկ, ովքեր փորձում են թաքնվել ուսանողների անչափահաս երեխաների կանանց թիկունքում այն ժամանակ, երբ որ իրենց ջիպերով փողոց են փակում, մարդիկ իրենց հիշողությունների մեջ գրել են, որ երիտասարդությունը ոտքի կանգնեց, սա երիտասարդական շարժում է, ես հիշում եմ այն ժամանակ փողոցում քայլում է, նենց թանկարժեք ջիպեր էին փողոց փակում 2018 թվականին, տպավորություն, որ Հայաստանում յուրաքանչյուր ուսանող ջիպ ունի։ Ես ուսանող ժամանակ հնարավորություն չունեի այդ ամեն ինչ ունենալու եւ Հայաստանի միջին վիճակագրական ուսանող չի կարող ջիպ ունենալ այդ ժամանակ եւ փողոց փակել։ Հետեւաբար այդ ամեն ինչն էլ էլի մանիպուլյացիայի ստի շրջանակներում է։ Ես հասկանում եմ, որ որոշ շրջանակների համար հիմա շատ տարօրինակ է մեր բարձրաձայնումները։ Մենք 7 տարի լռել ենք։ Ինչ ասել են, մենք սուսուփուս այդ ամեն ինչը ոչ արձագանքել ենք, ոչ անդրադարձել ենք։ Ու նաև հիմա այդ մարդիկ, որ արձագանքին արդեն հակազդեցություն են տեսել, հակազդեցություն են լսում, հասկանում են, որ իրենց համար դիսկոմֆորտ է, որտեղ առաջին անգամ իրենց իրական դեմքը բացահայտելուն նաև օգնում է մեր արձագանքներն ու արձանագրումները։ Դա իհարկե հաճելի չի, բայց ես արդեն ձեր ուղիղ հարցին պատասխանեցի, թե ինչպես դա կավարտվի։ Այն օրը, երբ որ դադարի սուտը, մենք մի օր ավել ճշմարտությունը կասենք եւ կավարտենք։ Նիկոլի դավադրությունների մասին իհարկե սահմանադրություն փոխել Հայաստանում հանուն զարգացող իրավական համակարգին համարժեք կամ չգիտեմ մեր հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց իրավական դրույթներ ունենալու մասին չէ իհարկե։ Եվ ինքն էլ է դրա մասին բազմիցս ասել, կհիշեք 2015 գալիս էր փոխելու եմ սահմանադրությունը, փոխելու եմ սահմանադրություն, ինչ որ լավարկելու եմ կամ չգիտեմ ինչ եմ անելու, մեռավ դա։ Կհիշեք նույնիսկ կառավարության նիստերից մեկի ժամանակ հայտարարեց, որ ինքը կառավարման ձևի հետ է խնդիր չունի։ Հետաբար տեղել ասուտ ասել եւ մեռավ այդ նախաձեռնությունը եւս։ Երբ ծնվեց այդ նախաձեռնությունը նորից ու ծնվեց շատ ավելի տարբեր կոնտեքստի մեջ, քան եղել էր նախկինում։ Արդեն սահմանադրություն փոխելու մասին էր խոսքը եւ ոչ թե սահմանադրական այո փոփոխություններ անելու։ Սա շատ էական տարբերություն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրությունը այնքան ճկուն է գրած 2015 թվականի, որ ասում են, նայեք, եթե ինչ-որ դրույթներ կան կառավարման կարգի հետ կապված, երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը սեփական նախաձեռնությամբ դա կարա փոխի ամեն անգամ ժողովրդի ինչ-որ մի հատ իշխանական լիազորություն աճ ու ձախ անելու համար մի տարեք հանրակրվեի, բայց պարտավոր եք հանրակրվեի տանել ցանկացած ժամանակ, եթե դուք նպատակ, խնդիր կամ ազգային դիմագծին առնչվող ինչ-որ հոդված եք ուզում փոխել եւ արգելում է որևէ կերպ փոփոխել նախաբանը, որը պետության նպատակների մասին է եւ արգելում է փոփոխել որոշակի հոդվածներ։ Այո, անփոփոխելի հոդվածները բնականաբար։ Հիմա
Արփինե Դավոյանի հետ միգուցե նրանից ավելի քիչ իրավագիտակցություն ունեցող Սրփուհի Գալյանը, որ այսօր արդարացան նախարարը, Հայաստանի քաղաքացին փորձում է համոզել, որ Հայաստանում էլի է սահմանադրություն փոխվել, ոչ թե սահմանադրական փոփոխություն, այլ սահմանադրություն։ Հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ որ եկել էր եւ հետո ճեպազրույց էր տալիս, ասում է էլի է սահմանադրություն փոխվել։ Ասում է 2015-ին երկրում սահմանադրություն է փոխվել։ Դուք հասկանում եք։ Հիմա երկու տարբերակ կա, կամ նույնիսկ Արփինե Դավոյանին հետ համադրելի իրավագիտակցություն չունի, կամ երկրորդը դիտմամբ խափում է Հայաստանի քաղաքացիներին, ցույց տալով, որ այդ Ադրբեջանի պահանջը էլի է կատարվել, ոչինչ, դուք հանգիստ տարեք։ Երբեք նման բան չի եղել։ Հայաստանում երկու անգամ սահմանադրական փոփոխություններ են եղել, ինչպես նշեցի 2005-ին եւ 2015-ին։ Դրանք եղել են կառավարման ձևի, կարգի, զսպման եւ փոխազդեցության մեխանիզմների դեպքերի հետ, բայց երբեք Հայաստանում պետական իղձի, նպատակի, ազգային ինքնության հետ կապված ոչինչ չի փոխվել։ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարում է, որ դա իր ներքին օրակարգն է, որտեղ իրեն այդպես հրամայել է Ալիևը։ Եթե վաղը Ալիևը հրամայի այն 350,000 ադրբեջանցին, որ պիտի գան մեր փոխարեն Երևանում ապրեն, այն գույքահարկը բարձրացնում են, որ ինչ է, չէ, խորհուրդ տալիս Նիկոլը, տները ծախեք Երևանից գնացեք, ադրբեջանցիների համար տեղ է բացում։ Այդ 350,000 ադրբեջանցին այսօր Ալիևի պահանջն է։ Չկասկածեք, որ մի 6 ամիս հետո Նիկոլը կանգնի ասի, ինչ կապ ունի ստեղ Իլհամ Ալիևն ու Էրդողանը, դա իմ ներքին գործն է, ու քանի ես Հայաստանի վարչապետ եմ, ուրեմն Հայաստանի թիվ 1 խնդիրը պիտի լինի 350,000 ադրբեջանցի գա եւ այստեղ բնակվի։ Սա Հայաստանի պետության կործանման ծրագիրն է։ Միգուցե այս նախադասությունը անդադար ասվում է եւ ես հայտարարությունների ժամից էլ օգտվելով 3 չառաջորը դրա մասին խոսել եմ։ Նիկոլը բացահայտ ցույց է տալիս։ Ինքը անցել է թշնամու կողմը։ Ինքը սպասարկում է թշնամու շահը եւ դեմ է գործում Հայաստանի պետական շահերին։ Այստեղ մեր գործողությունների ծրագիրն է մնում։ Եվրոպքվեի եւ սահմանադրության համատեղ Այո, մոռացա, ներողություն եմ խնդրում։ Այո, եւ այն 50,000-ից ավել քաղաքացիները ում խաբել են, ինչ են ասել այդ սորագրությունները հավաքելու։ Ձեզ վստահեցնում եմ, որ այսպիսի տեսարան ա եղել։ Քաղաքացուն մոտեցել, ասել ուզում ես եվրոպացի դառնաս։ Ուզում ես ասենք չեմ բելգիացու նման ապրե, վիզաների բացվի, վիզաները ազատականացվեն, սոցիալական փաթեթներ լինի, չգիտեմ, չաշխատես, բայց այն նպաստները, որ քեզ դրսից մեծ սիրուն կեսնել կեղծ պատմում են, այդ ամեն ինչը ուզում ես։ Քաղաքացին ասել է այո, ուզում եմ, ասել են դե ստորագրի։ Այդ քաղաքացուն չեն ասել, որ այդ օրենքի մեջ, եթե իհարկե դա օրենք է, մի նախադասություն է, որ ընդհանրապես քաղաքական շահ է սպասարկելու, որ Նիկոլը կարողանա գնա եվրոպացիներին ասի, նայ, ես ինչ թուղթ եմ բերել, իմ աթոռը շարունակի պահել։ Երբ որ ես մարդ եմ կալանավորում, շարունակի ասել, որ դա քաղաքական նորմալ գործընթաց է։ Երբ որ ես 35 նռնակ եմ գցում ազգային ժողովի այգուց կրակում եմ խաղաղ ցույց անող Բաղրամյան փողոցի վրա գտնվող կանանց, երեխաների, տարեց մարդկանց ուղղությամբ, դու ասա, որ դա ժողովրդավարության գերադրական աստիճան է։ Եվ ես ձեզ ասեմ, այստեղ անգամ խնդիրը ինչ որ Եվրոպա գնալ չգնալու մասին չի։ Ինքը նույն հաջողությամբ մայիսի 9-ին լիզելու է իր իսկ սիրած ասած Վլադիմիրի կոշիկները, գովելով մայիսի 9-ի պարադը, ասելու է, սենց պարադ մենք չենք տեսել, սա գերադրական աստիճան է, եւ միգուցե այդ պարադից հետո տպավորված գա Հայաստան, ասի դե լավ ինչ Եվրոպը, Պուտինի իմ իշխանության պահպանությունն արդեն երաշխավորեց, չկասկածեք, մենք մի քանի անգամ դրա միջով անցել ենք։ Եվ վերջում կուզեի անդրադառնալ Գյումրիում տեղի ունեցող ընտրություններին, մենք տեսնում ենք, որ արդեն այսօր Մայր Հայաստան եւ մյուս Վարդան Ղուկասյան բոլորի շտաբերում ընդդիմադիր տեխնացուների կարծես թե նաև Մարտոն Գրիգորյանի հետ կապված խոզարկություններ կան, այսպես իրավապահ համակարգը իրար է անցել, ինչի մասին է խոսքը, փոխարենը պիտի շեշտեմ, որ աչք են փակում բոլոր այն խախտումների վրա, որ արձանագրվում է դիտորդական առաքելության, դիտորդական կազմակերպությունների կողմից, որոնք թույլ է տրվում ՔՊ-ի կողմից։ Հիմա սա ինչի մասին է։ Աստիկ իրավապահ համակարգ, եթե Հայաստանի իրավապահ համակարգ ուներ, ձերս թվարկած ոչ մի իրականությունը տեղ չէր գտնի։ Հայաստանում իրավապահ համակարգին փոխարինելու է եկել Նիկոլա հպատակ ստրուկների ամբողջությունը։ Ես իրանց խղճում եմ, գիտեք, ես իրենցից նողկում եմ, որովհետև այդքան չունենալ մարդկային եւ մասնագիտական արժանապատվություն, որ գիտեք նույնիսկ ձևական իմաստով չեն պահում այդ իրավական շղարշը, հասկանում եք, մարդիկ հենց ստանում են Նիկոլից հրահանգ, ընդ որում դա լինում է կառավարության նիստին է հրահանգը, լինում է ազգային ժողովի ամբիոնից է հրահանգը, ձայնագրություններ ենք լսել, չէ՞, ոնց է ասում, ում կալանք պիտի տան չտան, քրեական գործերին ոնց է հետևում on-line, որ դատավորի վարքագիծը տենց SMS-ով երևի նույն տրամաբանությամբ
շտկի, այսինքն չի կարին Անդրեասյանն SMS կգրի, մնացածին չի գրի, հավատացնում եմ ձեզ նույն տրամաբանության մեջ կգրի։ Գյումրիում տեղի է ունենում ցավալիորեն այն, ինչի մասին մենք խոսում էինք քարոզարշավը սկսելուց առաջ, որ Նիկոլի հետ որևէ ընտրական, քաղաքական process կազմակերպել հնարավոր չի, որովհետև ինքը իրան գժի տեղ դնելով կկալանավորի բոլորին, գժի տեղ դնելով կկեղծի ընտրությունը, վերջում էլ իր ուսապարկերից կամ հանցակիցներից մեկի համար Գյումրու քաղաքապետի աթոռը կապահովի։ Ընդ որում այդ քաղաքապետի թեկնածուն իրանց այդ Սարիկ, չգիտեմ ինչյանը, անդադար ասում է, ձեզ խելոք պահեք, մարտի 30-ից հետո կտեն ինչ-որ սպառնալիքներ, անհասկանալի բառամթեր, լավ դուք ձեզ ում տեղն եք դրել, դուք մտածում եք սրանից հետոն չի գալու, ես ձեզ վստահեցնում եմ հետոն գալու է։ Ասելիքս այստեղ շատ կարճ է, ես տոկունություն եւ ամրություն եմ մաղթում բոլոր այն քաղաքական ուժերին, միավորներին, ովքեր հիմա մասնակցում են։ Հանրապետականը մասնակցություն չունի տեխնացուի տեսքով, մենք փորձելու ենք այն հանձնաժողովներում, որտեղ ներգրաված ենք եւ այն մեր կառույցները, որոնք կան Գյումրիում գործում են, փորձել ամեն ինչ անել, զսպելու այս բռնաճնշումները եւ այդ իշխանազավթման փորձը Գյումրիում գոնե թե փորձել կանխել, բայց այն, որ իմ համոզմունքը նրա մասին է, որ այստեղ պիտի Նիկոլ չլինի, որպեսզի Հայաստանը ապրի, Հայաստանի հետ ապրի Գյումրին, ապրի Վանաձորը, բոլոր մեր քաղաքները, դրա մեջ ուղղակի կասկածելու որևէ հարց չկա եւ կարծում այդ ուղղությամբ պիտի աշխատենք դրան վերացնելու մեր հասարակական դիսկուրսից։